բազմաթիվ անձիկ կան, ովքեր հետախուզման մեջ են երկրից, այսինքն լքել են երկրի ճիշտ է բանավեցության։ Նման անձիկ կան, այդ հարավային թևով պատերազմի ժամանակ կատարված պատերազմական այդ բնույթի հանցագործությունների հետ, զինվորական հանցագործությունների հետ բազմաթիվ անձիկ կան, այդ թվում Իշխան Վահանյանի մի քանի բարձր ռանգի զինվորականների նկատմամբ վարույթները քննվում են քննչական կոմիտեում, զինվորական դատախազությունը հսկողություն, ուղղակի որոշ մարդիկ փախել են երկրից, հետախուզման մեջ են, դրա համար դուք չեք լսում այդ վարույթների մասին։ Ես ուղղակի որպես ամփոփում հայտնեցի, որտեղ դատախազը իր խոսքում միշտ նշել է քրեական գործի քննության ընթացքում, ես զուտ քանի որ դուք դուժողի իրավահաջորդ եք, ես ձեզ հայտնեմ, որ շատ անձիկ կան մեղադրյալի կարգավիճակում, շատ անձի վերաբերյալ է գործ է քննվում, ուղղակի գիտեք նախաքննության գաղտնիք կա եւ այլն, այդ ամենը չի հրապարակվում։ Ասեք, դուք էլ ասեք։ Ունեք, իհարկե, դրա համար ես հարցրեցի ով է ցանկանում, եկեք մոտենում եք կենտրոնական ամբիոնին եւ ձեր խոսքը ասում եք։ Արդ դատավոր, Վահանյան իշխանը ինչի որ փախել են, դեմից իրանց անունները չտվեց, ինչի իրան հրաման տվողները եկացնել վկայի կարգավիճակ ու իրանց զապրը չդրվա, որ պետությունը չլքեն, այսօր իրան փախել են, նոր այսօր խոսում ենք բարձրաստիճան բաների մասին։ Այդ նույն առողջական կարենը եկավ ստե վկայի կարգավիճակով հրաման տվող եկել է։ Այդ կարգավիճակով առողջական ինչ էր, Քարամյան Արտուրն եկել է, նույն վկայի կարգավիճակով ինչի ինքը դեմիշ խոսած, թե իրանց անունները չտվեց։ Հրաման տվողները ինչի եկան այս ամբիոնում որպես վկա։ Ավարտեցիք ձեր շնորհակալություն, զբաղեցրեք, ես էլի ստիպված եմ, որպեսզի զբաղեցրեք, ես ասեմ երկու բառով, իհարկե դատական քննությունը նման կարգ չի նախատեսում, բայց քանի որ խոսքը ձեր որդիների մասին է եւ հանրային լայն շրջանակներին հետաքրքիր է այս մանրամասնությունները, ուրիշ բանա դուք գնաք դատախազի մոտ ընդունելության մի հոգի ստանա այդ ինֆորմացիան, այս տեսանկարահանվում էլ է դատական նիստը, ես հայտնեմ, որ օրենքով, քանի դեռ անձը չունի մեղադրյալի կարգավիճակ, իր սահմանահատումները հնարավոր չի որևիցե ձև փակել։ Սա ուղղակի ես օրենքը պարզաբանեցի, Հայաստանի Հանրապետությունում օրենքը այդպիսին է եւ աշխարհում է այդպես օրենքը, այնպես չի որ մենք բացառություն ենք, քանի դեռ անձին մեղադրանք չի ներկայացվել, իր սահմանահատումները մեղադրյալի կարգավիճակ չունի, չեն կարող փակել։ Այսինքն քանի դեռ անձը վկա է, ինքը հանգիստ կարողանում է երկիրը լքի, դուրս գա եւ այլն։ Այդ որ մարզվում են դա անցակալը, այդ ամեն ինչ մենք հանդիպում ենք, ամեն ինչ հասկանում ենք, դա չի որ մենք չենք հասկանում։ Դե ես ուղղակի ինձ թվաց որ դուք չեք դեմից դատարանը սխալ ձեր անունը հիշեցրեք ձեր։ Դեմից ինքը խոսա։ Հիշեցրեք ձեր Հովհաննես ջան, որպեսզի բանավեճի չվերացնեք, դուք էլ եկեք ձեր խոսքը ասեք։ Եթե դուք խոսանոր վկաների անունը բաների, հրամանտավորների, դերից վերը բաներին, վկաների քննեցիք, մեր անունները վկա։ Հովհաննես ջան, նստեք։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։